Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Բարեզս պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, եպիսկոպոսների հրավիրել են քննչական կոմիտե, եպիսկոպոսած ժողովից ընդառաջ եւ նրանք քննչական կոմիտեից դուրս գալուց հետո հայտարարեցին, որ երկիրը լքելու արգելք է դրվել իրենց առաջ, ինչպես հայտնի էր Ավստրիայում նրանք մասնակցելու էին կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսած ժողովին։ Դուք ինչպես կմեկնաբանեք սա։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը հոգնել է հեղափոխություններից, հոգնել է անընդմեջ սկանդալներից, գզվռտոցներից, պառակտումներից, եւ մեզ իսկապես անհրաժեշտ է կայունություն։ Այնինչ կատարվում է մեր երկրում, այնինչ վարչապետ Փաշինյանը դարձրել է իր կարծիքով նորմա, դա աննորմալություն է։ Պառակտել ցանկացած գնով, անգամ պետության կայունության, որևէ ինստիտուտ չթողնել, քարը քարի վրա չթողնել, հանուն ինչի, հանուն նրա, որ որևէ միասնություն երկրում տեղի չունենա։ Ես կարծում եմ, որ եկեղեցու դեմ այդ արշավը հակա խաչակրած արշավը, խաչագողական արշավը, որքան էլ մեղքերի մեջ թաթախված լինի հայոց առաքելական եկեղեցին, չի օգնում մեր երկրին, մեր ժողովրդին, մեր պետականությանը, այլ ճիշտ հակառակ պառակտում է, թուլացնում է, խարխլում է մեր առանց այն էլ փխրուն պետականությունը։ Այս ամենը կատարվում է երկրում, որի տարածքի վրա հենց հիմա երկու օտար բանակ է կանգնած, ռուսական եւ ադրբեջանական, որտեղ խաղաղ պայմանագիր կնքված չէ, որտեղ ամեն մի հայի վրա գրեթե $5,000, եթե բաժանենք բոլորիս վրա, արտաքին պարտք է կուտակված, որտեղ ներդրումներ չեն արվում, որտեղից մարդիկ փախչում են եւ փողերը մարդկանց հետ են փախչում։ Եվ այս առումով որևէ քայլ, որը ուղղված չէ երկրի, ազգի, պետական եւ հասարակական ինստիտուտների կայացմանը, կայունացմանը, նորմայի, այլ հակոթմյա ուղղվածություն ունեն, ես համարում եմ անթույլատրելի։ Կարելի է քննարկել, թե ինչպես է հիմա գործելու եկեղեցու վերնախավը, ինչ հնարքներ են անելու, կարելի է այդ կոնֆերանսը, թե ժողով անել ի վերջո 21-րդ դարի տեխնոլոգիաներով առցանց եւ մեծ խնդիր այստեղ չկա, իրենք կարող են ինչպես մենք ձեզ հետ հիմա Zoom միացնեն եւ այդ ամենը տեղի կունենա, այդպես էլ ըստ երևույթին կլինի։ Այսինքն կանգնեցնել իրար միմյանց դժվար է, կարելի է միայն ոչնչացնել, ով է դրանից շահելու, որ կողմը։ Ես կարծում եմ աչք աչքի դեմ, ատամ ատամի դեմ, ինչպես Աստվածաշնչում ասվում է, այն ինչ մեզ մոտ կատարվում է, թողնելու է բոլորիս առանց աչքերի կույր եւ առանց ատամների։ Սա է տեղի ունենում Փաշինյանի եւ Գարեգին երկրորդի միջև։ Եվ ոչ միայն նրանց երկուսի։ Այդպես որ ես այս ամենին վերաբերվում եմ բացասաբար երկու կողմի գործողություններին են։ Օրինակ, բայց հիմա ակտիվ միայն Փաշինյանի կողմից չեն գործողությունները, կաթողիկոսն ինչ է անում, որ բացասական եք համարում։ Կաթողիկոսն ինչ է անում։ Այո։ Հիմա արդեն ոչինչ կաթողիկոսը կարող է չանել։ Կաթողիկոսը գտնվում է այն նույն խնդրի առջև, որի առջև կանգնած են նաև նախկին իշխանությունները։ Նրանք այնքան են արդեն արել, որ նրանց արածը բավարար է, որ անգամ Փաշինյանի հախուռն, անհեթեթ,
զավեշտական գործելակերպը ժողովուրդը առայժմ գերադասում է այն հնին։ Այսինքն Փաշինյանի գործողությունները եւ նրա շատ թե քիչ, ասում են մինչև 1/4, 1/3 հասարակության մեջ նեցուկը հիմնված է բացառապես վախի վրա նախկինների վերադարձի։ Այսինքն նախկինները եւ այդ թվում նաեւ 99 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս դարձած Գարեգին II-ը մի մասի հասարակության մի մասի մոտ ընկալվում են ել ավելի բացասական, քան ներկայիս, կրկնում եմ, ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ, սարսափելի սխալներ եւ մեղքեր գործող իշխանությունը։ Դա է պատասխանը ձեր հարցին, ինչ են իրենք արել, ինչ արել են, արդեն արել են եւ փոխել դա արդեն դժվար է, գրեթե անհնար։ Այդպես որ նախաձեռնությունը նրանցը չէ։ Նախաձեռնությունը պետք է լինի այն մարդկանց, ովքեր հասկանում են, որ չի կարելի կառուցել ջարդված քարերի վրա, չի կարելի կառուցել կամ նոր մաքուր մի բան անել ամեն ինչ կեղտոտելով, որ միայն միասնությունը, միայն հանդուրժողականությունը, համերաշխությունը ազգային կարող է փրկել մեզ այս քաոսից։ Բայց իրապես քաոս կա, օրինակ մենք տեսնում ենք իշխանություններն ինչով են զբաղված, ըստ էության երկրում ամեն ինչ այնքան լավ է, որ Նիկոլ Փաշինյանը փարթի է կազմակերպում եւ անձամբ ինքն է այդ փարթիներում նվագում։ Ես ճիշտ ասած չեմ լսել եւ չեմ պատրաստվում լսել ինչպես է նա նվագում, ինձ բավական էր այն մի քանի վայրկյան, որ չես հասնում անջատել մինչև այդ լսել։ Ես խորապես հիասթափված եմ այս ամեն ինչով, որովհետեւ դա շարունակություն է նրա ողջ գործունեությանը, ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, ոչ պրոֆեսիոնալ տնտեսական, ես չեմ էլ անվանում նրան տնտեսական գործիչ, բայց նա վարչապետ է եւ նույնքան ոչ պրոֆեսիոնալ երաժիշտ, ոչ պրոֆեսիոնալ գրող։ Նա որևէ ասպարեզում պրոֆեսիոնալ մասնագետ չէ։ Եթե հարցնես իսկ ո՞րն է պարոն Փաշինյան կամ ես չգիտեմ ով է վերջում հարցնում, ասում են Սուրբ Պետրոսը, հա, հայտնի դարպասների մոտ, դու ով ես, ինչ ես արել քո կյանքում, ինչ պետք է նա ասի։ Մեկը կասի լրագրող եմ եղել, մյուսը կասի երաժիշտ, երրորդը կասի քարտաշ եմ, չորրորդը բժիշկ, ես կասեմ ես կինոռեժիսոր եմ եղել, ահա ինչ եմ ես արել իմ ֆիլմերը, ահա այդքան մարդ է բուժել բժիշկը, այդքան ատամ է հանել ատամնաբուժը եւ այլն եւ այլն։ Ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Թմբուկներ է խփել, մուկներին ու ձկներին ծակերից է անել, պինցետով համավարակ էր բուժել եւ այլն եւ այլն։ Ես չեմ ասում այն, ինչ ասում են բոլորը, չեմ ասում հիմա Արցախի մասին, անկլավների մասին։ Ես պարզապես ուզում եմ խոսել կամ խոսելու բան էլ չկա։ Դուք ասում եք այդքան լավ է, որ նվագում է ջազ կամ չգիտեմ ինչ է նա նվագում։ Ես գերադասում եմ լսել պրոֆեսիոնալներին։ Եթե ես կուզեմ լսել պրոֆեսիոնալներին, ես կգնամ իմ ընկերոջ Ռուբեն Ախվերդյանի համերգին։ Դուք դեմ եք, որ մարդիկ ձգտեն կատարելագործեն իրենց ենթադրյալ տաղանդները, այսինքն նոր նվաճումներ ունենան, դեմ եք դուք դրան, դուք չէ՞ որ նշում եք մշակութային գործիչ եք, ֆիլմեր եք նկարում, ինչ որ առումով նաև մշակութային գործիչ կարող եք համարվել։ Դուք դեմ եք, որ մարդիկ ձգտում ունեն իրենց տաղանդները։ Ոչ մի բանի դեմ չեմ, ես ամեն ինչի կողմ եմ, ես պարզապես քանի որ դուք եք բերում իմ օրինակը, ես թողել եմ կինոն, ես մի կողմ եմ դրել իմ կյանքը, արվեստը, մշակույթը, այն ինչ ես սիրում եմ, որովհետև հանուն այն բանի, որով ես զբաղվում եմ հիմա, պետք է ամեն ինչից հրաժարվել։ Եթե Փաշինյանը այնպես է ղեկավարում երկիրը, որ նա կարողանում է մի ձեռքով նույն օրվա ընթացքում եկեղեցի բարեփոխել, տնտեսական խորագույն բարեփոխումներ իրականացնել, որը ես ճիշտ ասած չնկատեցի,
բաժանել պարգևավճարները միլիոնավոր դրամերով, եւս ինչ որ մի ձեռքով հարվածայիններ խփել, միգուցե նա ուրիշ տաղանդներ էլ ունի, թող արտահայտվի, բայց երբ որ այս ամենը իր հիմնական գործի հաշվին է արվում, իսկ նրա հիմնական գործը, վարչապետի գործը, դա բավական ծանր գործ է։ Դա նշանակում է երաշխավորել Հայաստանում կարգ ու կանոն, նորմալ կյանք, նորմալ հարաբերություններ, բարեփոխումներ տնտեսական եւ դատաիրավական եւ անվտանգություն։ Ես կարող եմ հիմա հակառակ ուղղությամբ ասել եւ ասել, որ մեր երկիրը իր օրոք ոչ անվտանգություն է ձեռք բերել, ոչ արդարություն կամ արդարադատություն, ոչ տնտեսական լուրջ առաջընթաց, մենք ոչ գործարաններ ենք նոր կառուցում, ոչ նոր տեխնոլոգիաներ ենք ձեռք բերում կամ գյուտում, նման բան չեմ տեսնում։ Նա շրջապատված է իրպես պրոֆաններով, դիլետանտներով, բոլոր ասպարեզներում, մշակույթ, գիտություն, կրթություն, ինչպես նաև ցավոք սրտի անվտանգություն, տնտեսություն, քաղաքագիտություն, նա երևի մեծ հաճույք է ստանում այս ամեն ինչին, բայց ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է հաճույք ստանա, այլ ոչ թե իր հաշվին, այլ ոչ թե ինքը մեր հաշվին։ Պարոն Խզմայրյան, անցած շաբաթ մենք թրիփի վերաբերյալ տարբեր կարծիքներ լսեցինք Նիկոլ Փաշինյանից եւ Ռոբերտ Քոչարյանից։ Ռոբերտ Քոչարյանը դա համարում է սպառնալիք Հայաստանի գլխին կախված, որովհետեւ Միացյալ Նահանգներն ուզում է Իրանի հետ Իրանի վրա ազդեցություն ունենալ եւ հայ-իրանական սահմանին գտնվելը լավագույն դրա միջոցն է։ Նիկոլ Փաշինյանը հակառակն է կարծում, որ սա տնտեսական լավագույն գործարք է թե Ամերիկայի համար, թե Հայաստանի համար։ Հիմա ժողովուրդը որ մեկին հավատա։ Հավատալ պետք է բանականությանը, սեփական բանականությանը նախ եւ առաջ, եւ երկուսն էլ եւ ճիշտ են եւ սխալ։ Այո, այնտեղ կա շատ կարևոր դեր, Իրանի գործոնն է խաղում այդ դերը։ Այդ առումով Քոչարյանը գիտի ինչ է ասում, որովհետեւ ժամանակին նա հենց այդ հարցի հետ էր առնչվել, որովհետեւ այդ թրիպը պարզապես նոր անվանում է, գաղափարը շատ հին է եւ Քոչարյանից էլ է հին, դա դեռ Լենինի եւ Մուստաֆա Կեմալի մշակված ծրագիրը, որը հետո կոչեցին Թուրանի ծրագիր, որի համար Էնվեր ու Ջեմալն էին հասնում Եվրոպա եւ Միջին Ասիա, որտեղ նրանց իմիջիալոց հայ վրիժառուներն էին կանգնեցրել հավերժ։ Հետո այդ առաջարկով հանդես եկավ Թուրգուտ Օզալը 90 թվականին Վաղամերիկ թուրք նախագահ, որ առաջարկում էր Ջորջ Բուշ ավագին, այդ նույն ծրագիրը, ուղղակի այն չէր կոչվում թրիպ։ Հետո Սուլեյման Դեմիրելը, հետո Թանսու Չիլերը, այսինքն դա շատ հին ծրագիր է, բայց տնտեսական դրա նշանակությունը Հայաստանի համար չնչին է։ Արդեն ասվում է պաշտոնապես, որ 74%-ը Հայաստանին չի պատկանում, մնացած այդ 26%-ից իրականում իհարկե այս աշխարհաքաղաքական ծրագիրը ունի ավելի շատ քաղաքական, այլ ոչ թե տնտեսական նշանակություն, հատկապես Հայաստանի համար, բայց քանի որ հիշատակվել է Իրանը, ես ասեմ կարծիքս, այն ամիսներին, երբ որ պատրաստվում էր թրիպի ստորագրումը, Իրանի դերը եւ այսօր Իրանի դերը բոլորովին տարբեր է։ Այս կես տարվա ընթացքում փոխվել է ամենակարևորը։ Իսրայելը, որը կանգնած է թրիպի նախագծի ետևում, Միացյալ Նահանգների թիկունքում, այլևս չի համարում Իրանը գոյաբանական սպառնալիք իր համար։ Եվ հիմա այդպիսի թշնամի, ախոյան եւ սպառնալիք ինքը համարում է Թուրքիային։
Իսկ դա ուղիղ կապված է թրիպի հետ, որովհետև եթե եւ երբ որ Միացյալ Նահանգները այսպես թե այնպես Իսրայելի հետ միասին աջակցեն շարունակվող ապստամբությանը Իրանում, իսկ Իրանում ապստամբությունը շարունակվում է, պարզապես փողոցային բողոքներից այն տեղափոխվել է զանգվածային գործադուլների դաշտ։ Ապա թրիպը կորցնելու է Իրանի մեկուսացման իր կարևոր դերակատարումը եւ կտրուկ մեծանալու է մեկ այլ նախագծի, հյուսիս-հարավ նախագծի դերը, որը իմ կարծիքով շատ ավելի նպաստավոր է եւ շատ ավելի մեծ իմաստով ապահովում է Հայաստանի եւ անվտանգությունը, եւ բարգավաճումը եւ տնտեսական աճը։ Եվ այնուհանդերձ թրիպը կարող է սպառնալիք լինել Հայաստանի անվտանգությանը, թե ոչ։ Թրիպը արդեն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, հատկապես որ կամաց-կամաց այն ստվերից դուրս է գալիս եւ այդ լույսի ներքո երևում են շատ վտանգավոր դերակատարներ։ Դավոսում Ալիևը ասում են 3 ժամանոց հանդիպում է ունեցել BlackRock կոչվող աշխարհի ամենահզոր ֆինանսական կառույցներից մեկի հետ, որի կարողությունն է 14-ից 15 տրիլիոն դոլար։ Դա գեր կոնցեռն է, որը սերտորեն կապված է մի քանի առանցքային երկրների ռազմական եւ քաղաքական առանցքային ինստիտուտների հետ, բանակի, արդյունաբերության ռազմական եւ որոշումներ ընդունելու։ Եվ այն հանգամանքը, որ Հայաստանով կարծես թե անցնող ճանապարհի մասին այդ կոնցեռնը, որը ըստ երևույթին եւ հանդիսանալու է այս կամ այն անունով այն խորհրդավոր ամերիկյան ֆիրման, ընկերությունը մասնավոր, որը իր վրա է վերցնելու 74%-ով թրիպի կառավարումը, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին այդ կոնցեռնը խոսում է ոչ թե Փաշինյանի հետ, այլ Ալիևի հետ։ Եվ դա շատ բան է ասում, եւ հենց դա է մեծագույն սպառնալիքը, որը Երևանում գերադասում են չնկատել։ Դուք կիսում եք Քոչարյանի անհանգստությունները։ Ես չեմ կիսում Քոչարյանի անհանգստությունը, ես չեմ կիսում Քոչարյանի ոչ մի բանը։ Քոչարյանն է հասցրել մեր երկիրը այս վիճակի, Քոչարյանն է դարձրել Հայաստանը Ռուսաստանի խամաճիկ եւ ասեմ եւս մի բան, որը նույնպես քիչ է ասվում։ Մեծ հաշվով պատահական չէ, որ թրիպին շատ ջերմ են հիմա վերաբերվում Ռուսաստանում եւ խոսվում է թրիպի իրականացման Ռուսաստանի մասնակցության մասին։ Եվ հիշեցնեմ, որ առաջինը այդ մասին խոսեց ոչ թե Քոչարյանը, այլ Փաշինյանը։ Արդեն օգոստոսի 11-ին վերադառնալով Վաշինգտոնից, Փաշինյանն ասաց, որ նա հրավիրում է ռուսական ներդրումները այստեղ։ Քիչ հետո այդ մասին արդեն հանգիստ խոսում է եւ Լավրովը, եւ փոխ վարչապետով Վերչուկը Ռուսաստանի, եւ Ռուսաստանի երկաթուղային գծերի ղեկավարությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն մեծ հաշվով թրիպը շատ նման է նոյեմբերի 9-ի գաղափարին, մեկ կարևոր իհարկե տարբերությամբ։ Այնտեղ չեն կանգնելու ռուս FSB-ի զորքերը, կանգնելու են մասնավոր ընկերության զորքերը, բայց այդ մասնավոր զորքերը չեն բացառում Ռուսաստանի ներկայությունը, ավելին, ոչ միտեղ դեռ չի խոսվել այն մասին, ու ես կարծեմ չեմ բաց թողել ոչ մի բան, չի խոսվում այն մասին, որ ռուսական սահմանապահ FSB-ի զորքերը դեռևս կանգնած են հենց թրիպի ճանապարհի հարևանությամբ, եւ նրանց դուրս բերումը, որը իմիջիալոց Պուտինը դեռ 24 թվականի մայիսին էր առաջարկում Փաշինյանին, հիմա չի քննարկվում։ Ես կարծում եմ, որ դա եւս մի սպառնալիք է, այսինքն մենք ոչ թե մի սպառնալիքը փոխարինում ենք մյուս սպառնալիքով, մենք ավելացնում ենք հին սպառնալիքին, մի հատ էլ նոր սպառնալիք, այն էլ ոչ մի հատ։ Այդպես որ ինձ չի հետաքրքրում Քոչարյանի տեսակետը դրա վերաբերյալ։ Ես ունեմ սեփականը։
Պարոն Խզմայլյան, ռուսների հետ Հայաստանը Ռուսաստանի հետ վատ է վարվում։ Քոչարյանը օրինակ ասում է անդադ քննադատում են ինչ որ բան են ասում, բայց իրեն կան մատի մեկ ճտտոցով այնպես անել, որ հայկական ապրանքները այլևս չարտահանվեն Ռուսաստան եւ դա տնտեսական խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար։ Իհարկե Քոչարյանը պատրաստական է նման իրավիճակում իր կապերը օգտագործելով խնդիրները փորձել կարգավորել, բայց այնուհանդերձ արվում է մի բան, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասաբար է ազդում եւ արդյոք կլինի Քոչարյանի միջամտության անհրաժեշտությունը, թե ոչ։ Ափսոս որ Քոչարյանը չի հիշել մի բան, որը ես հիմա որպես կոմպլիմենտ Քոչարյանին կասեմ, միգուցե իմ շուրթերից այդ կոմպլիմենտը տարօրինակ հնչի, բայց մի քանի օր առաջ Ստրասբուրգում նշեցին Հայաստանի Եվրոասոցիացման, ավելի ճիշտ Եվրոպայի խորհրդին միանալու 25-ամյակը։ 25-ամյակը նշանակում է, որ Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդին 2001 թվականին Քոչարյանի օրոք, Քոչարյանի իշխանության, այսինքն համաձայնության եւ ակտիվ համագործակցության ներքո։ Այդպես որ Քոչարյանը ուներ 25 տարի կամ ավելի քիչ, բայց նա այդ 25 տարի ինչպես է օգտագործել, նա նախագահ դառնալուց նախագահ պաշտոնը փոխանցելուց հետո Սերժ Սարգսյանին սկսեց աշխատել ռուսական AFK սիստեմա կոնցեռնում, որը մի շաբաթ առաջ կարծեմ գնել է Մերգելյան ինստիտուտ, այսինքն Քոչարյանը շարունակում է աշխատել մի ռուսական օլիգարխի կոնցեռնում, որը հիմա տիրացել է ի թիվ այլ բաների նաև Մերգելյանի ինստիտուտը, այսինքն Քոչարյանը էլ ավելի հարստացավ մի շաբաթ առաջ, բայց Չէ, ոչ թե այդ սիստեման գնել է Մերգելյանը, այլ սիստեմայի մաս կազմող ընկերություններից մեկը Citronics-ը ստանձնել է կառավարումը, բայց դա մնացել է Ռուսաստանի պետության սեփականությունը։ Գիտեք ինչ, շնորհակալություն, դուք շատ ճշգրիտ, բծախնդրորեն նկարագրեցիք, բայց եկեք իրար չխաբենք։ Ոչ մի ռուս օլիգարխ, ոչ մի սեփականություն չունի։ Այդ ամենը պետական մենաշնորհներ են, որը պարզապես երբեմն կոչվում են Գազպրոմ, Ռոսնեֆտ, երբեմն կոչվում են Սիստեմա, մենք հասկանում ենք, չէ՞ ինչի մասին։ Դե ես ասում եմ այն ինչ թղթերի վրա է գրված։ Այո, բայց եկեք նաև սովորենք կարդալ այդ թղթերը եւ տողատակերում հասկանանք ինչ է իրականում կատարում։ Համենայն դեպս դուք չեք վիճում, որ Քոչարյանը այդ կոնցեռնի տնօրենների խորհրդի մաս է կազմում։ 21 թվականից ասում է դուրս է եկել։ Ասում են, հիմա թոշակ է ստանում, Բայց բաժնեմաս է 0.0 բաժնեմաս է ստանում, դա հենց այն է ինչ ես ասում եմ, բաժնեմաս է ստանում, ոչ ոք Քոչարյանի կարևոր կարծիքը չէր հարցնում, պարզապես նրան տվել են թուլապա եւ այդ թուլապայը շարունակում է մնալ եւ մեծանալ։ Ասածս ինչ է։ Այսքան տարիներ, ես կներեք, 100 դար շարունակ Քոչարյանը չի արել որևէ բան, որ հայկական ապրանքները գնան Եվրոպա, որի հետ ասոցիացումը սկսվեց հենց իր օրոք 2001 թվականին պաշտոնապես։ Նա չի պատրաստել Հայաստանի տնտեսությունը եվրոպական չափանիշների մակարդակի, նա միայն վաճառել է հայկական արդյունաբերությունը Ռուսաստանին կամ նվիրաբերել է ավելի ճիշտ, նա Եվրոպայի հետ միակ իր անվան հետ կապված գործարքն է այն, որ նա վաճառել է Ֆրանսիային կոնյակի գործարանը, դա կարծեմ իր օրոք էր, եւ ուրիշ եվրոպական ներկայություն տնտեսական Քոչարյանը չի ապահովել, այդպես որ հիմա նա չէ, որ պետք է խոսի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ Ռուսաստանը քանդվող պետություն է, Ռուսաստանի բյուջեն ճռռում է, պատժամիջոցները եւ նավթի գնանկումը, այն որ Եվրոպան 60% կախված է Ռուսաստանին գազից, իսկ 27 թվականին 0-ի է հասնելու ռուսական գազի գնումները, նշանակում է, որ Քոչարյանը կրկին զբաղված է իր սիրած գործով, վաճառում է հայ ժողովրդին Տիտանիկի տոմսերը։ Ես խորհուրդ չեմ տա ձեզ եւ որևէ մեկին
առնել այդ տոմսերը եւ լսել Քոչարյանի քարոզները։ Պարոն Խզմայլյան, ՀԱՊԿ-ը երբևէ խանգարել է Հայաստանին զենք ձեռք բերել, թե ոչ։ Պարոն Կիրակոսյան, եկեք նորից չխաբենք իրար։ Ոչ մի հապ գոյություն չունի։ Դա փուչ է։ Կա Ռուսաստան, որը իր հարմարության համար ժամանակ առ ժամանակ ինչ որ դիմակներ է հագնում, բայց մենք երևի տիկնիկային թատրոն հաճախող երեխաներից պետք է, չէ՞, վերջի վերջո տարբերվենք։ ՀԱՊԿ չկա։ Դա Ռուսաստանն է եւ այն զենքը, որը Հայաստանը գնել էր Ռուսաստանից 200 միլիոն դոլարի կարծեմ, հա, այսպիսի թիվ է հնչեցրել վարչապետ Փաշինյանը։ Իր օրոք նա վճարել է 200 միլիոն եւ զենք չի ստացել։ Հիմա անվանենք դա ՀԱՊԿ, անվանենք դա Ռուսաստան, ինչ ուզում եք ասենք։ Ոչ ոք Ռուսաստանից բացի այդ քանակությամբ զենք չի արտադրում։ Մի քիչ արտադրում է Բելարուսը, այն էլ արտադրում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի համար։ Դա է ՀԱՊԿ-ի միակ ձեռքբերումը։ Երբ որ ՀԱՊԿ-ը չէր ճանաչում հայոց սահմանները, մենք մեզ չխաբենք։ Դա նշանակում էր, որ Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի սահմանները։ Երբ որ ՀԱՊԿ-ը օգնության չէր գալիս Հայաստանին, դա Ռուսաստանը չէր գալիս օգնության։ Եթե ես սխալ եմ, ուրեմն մենք ապավինում ենք Ղրղըզստանի, հա, երևի ու Բելարուսի զորքերի օգնության։ Ոչ, բոլորը հասկանում էին, որ գլխավոր դերակատարումը եւ ՀԱՊԿ-ում եւ ցանկացած եւ ԵԱՏՄ-ում դա Ռուսաստանն է։ Ավելի ճիշտ Պուտինը, որովհետեւ մենք ասում ենք Ռուսաստան, եւ դա նշանակում է Պուտին։ Մենք ասում ենք Պուտին եւ դա նշանակում է Ռուսաստան։ Նիկոլ Փաշինյանն ասում է, քանի դեռ ՀԱՊԿ-ի անդամ էինք, ավելի ճիշտ չէինք սառեցրել անդամակցությունը, եվրոպացիները մեզ զենք չէին վաճառում, որը Հիմա էլ չեն վաճառում։ Եվրոպացիները հիմա էլ զենք չեն վաճառում, որովհետեւ եվրոպացիներին չի կարող խաբել ՀԱՊԿ-ում սառեցված կարգավիճակը, որովհետև ՀԱՊԿ-ը կրկնում եմ, դա ընդհանրապես նշանակում է ինչ որ ցուցանակ, բայց եվրոպացիները եւ ամերիկացիները եւ հրեաները շատ լավ գիտեն, որ Հայաստանում մինչև հիմա եւ կառավարությունը եւ ազգային ժողովը եւ ազգային անվտանգության ծառայությունը եւ մեր քաղաքական տեղեկատվական կյանքը վխտում է ռուսներով, ռուսական գործակալներով, որ Россотрудничество, Русская книга, Русский дом, Дом Москвы եւ նման FSB-ի կամ ԳՌՈ-ի կամ մեկ այլ ծառայության որջերը ազատ գործում են, որ ռուսական եթերը ազատ սփռվում է Հայաստանում, այսինքն ոչ մի սառեցում իրականում չկա։ Այդ սուտ է։ Եվ վերջերս մենք տեղեկացանք հենց ռուսական աղբյուրներից ՌԲԿ-ից, որ Պուտինը, այսինքն ՌԴ նախագահի աշխատակազմը 13 միլիարդ ռուբլի կամ մոտավորապես 165 միլիոն դոլար հատկացրել է այդ Չարաբաստիկ Կիրիենկոյի ծրագրի իրականացմանը։ Այդ ծրագիրը, ինչպես բազմիցս ասել եմ ես եւ նաեւ ձեզ, ասել եմ ձեր հարցերին պատասխանելով, նախատեսում է յուրահատուկ մի իրավիճակ 26 թվականի ընտրություններում, որը ըստ Պուտինի, Ալիևի եւ Էրդողանի պետք է պարզապես պահպանի Հայաստանում ստատուս քվո։ Փաշինյանը փոքր առավելություն ունենալով պետք է ղեկավարի խորհրդարանը եւ հետեւաբար երկիրը։ Իրենից հետո պետք է գնան ըստ այդ ծրագրի պրոռուսական կուսակցությունները եւ ոչ մի դեպքում այդ երկուսը թույլ չպետք է տան երրորդ ուժի եվրոպական կուսակցության կամ եվրոպական միավորված ուժերին, եթե մենք կարողանանք միավորվել, իհեճուկս այդ երկու ուժերի դիմադրությանը, որպեսզի խանգարեն եվրոպական մտածող հայերին ներկա լինել խորհրդարանում։ Դա է Կիրիենկոյի պլանը, դրա համար հենց նոր եւս 165 միլիոն հատկացվել է, դա պաշտոնական թիվ է։
Եվ այսինքն դուք կարծում եք խորհրդարանում էլի կլինի Նիկոլ Փաշինյանը եւ ում եք համարում ռուսամետ ուժեր նրանք։ Ես այդպես չեմ կարծում։ Ես ասում եմ ինչ է նշանակում Կիրիենկոյի պլանը։ Ես դա ասում եմ արդեն տարուց ավել երևի։ Այն ինչ ես եմ կարծում էական չէ։ Կարևոր ինչ է կարծում այդ մասին հայ ժողովուրդը։ Պարոն Խզմայլյանը, այնուհանդերձ դուք չեք տեսնում այդ համագործակցությունը, որ Հայաստանն ունի Ֆրանսիայի հետ զենքերի ձեռքբերման հետ կապված, Հնդկաստանի հետ, գուցե նրանք մինչ այս սպառազինություն չէին վաճառում Հայաստանին հապկի հանգամանքը հաշվի առնելով, ինչը նշում է Նիկոլ Փաշինյանը։ Ես տեսնում եմ այն, ինչ տեսնում եք նաև դուք։ Դուք իմիջիալոս որպես լրագրող եւ շատ պրոֆեսիոնալ լրագրող, ի տարբերություն որոշ հարվածային գործիքներով նվագող սկսնակ երաժիշտներին, դուք ինձնից լավ գիտեք, որ ոչ մի իրականում ֆրանսիական զենք այստեղ չի եկել։ 60-ական թվականների արտադրության բաստիոններ, զրամեքենաները, դա դեռ ֆրանսիական զենք չէ։ Կներեք, բայց Հնդկաստանը դուք դա նախկինում այդ գործարքը որ տեղեր է ունենում, դուք մեծ ոգևորությամբ էիք դրա մասին խոսում։ երբ Երբ որ 24 թվականին, գործարքը էր տեղի որովհետև, ունենում, այո, երբ գալիս որովհետև էր, չգիտեիք որ 60-ականների է։ չէ, ես գիտեի, ես հիմա էլ գիտեմ։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես այդ ոգևորությունը 60-ական թվականների զենքի մասին չէ, ինչպես նաև ոչ 80-ական թվականների սովետական զենքի մասին է։ Իմ ոգևորությունը հիմնված էր այն պարզ փաստի վրա, որ մեզ 24 թվականին եւ 25 թվականին վերջնականապես հաջողվեց մեր ծրագրային նպատակը Հայաստանի եվրոինտեգրումը դարձնել պետական քաղաքականություն եւ ինչպես հայտնի է 25 թվականի մարտին ընդունվեց օրենք։ Ես միամիտս կարծում եմ, որ օրենքը Հայաստանում նշանակում է հենց այն, ինչ կոչված է նշանակել օրենքի։ Օրենքը դա ձևակերպում է քաղաքական կամ օրենսդրական կամ իրավական մի որևէ գործընթացի։ Պարզվեց, որ ԿՊ-ի եւ Փաշինյանի համար օրենքը ոչինչ չի նշանակում եւ իմ ողջավորությունը մարեց ու ես արդեն այդ ժամանակ ասում եմ, այո, մենք կարող ենք ստանալ եւ զենք եւ զինամթերք, ինչպես օրինակ վերջերս իր ամբողջ հոպը հակաօդային պաշտպանության գերարդիական տարբերակով ստացավ Մոլդովան։ Նվեր ԵՄ-ից, Եվրամիությունից, բայց Հայաստանը նման բան երբեք չի ստանա, մինչև որ հայտ չներկայացնի եւ Եվրամիությունից։ Դրա համար մենք պետք է դուրս գանք, ոչ թե սառեցնենք, այլ դուրս գանք եւ հապկից եւ ԵԱՏՄ-ից։ Այլ կերպ դա չի արվում։ Այնչու ես այդքան էի ողջավորված, որովհետեւ ես հավատում էի, որ մեր ժողովրդի կամքը, որը արտահայտված է այդ օրենքում, կիրականացվի։ Ես տեսա, որ այս իշխանությունը դա չի անի, եւ ահա ինչու ես շարունակում եմ մեր պայքարը, որպեսզի այն մարդկանց հույզերը, իղձերը, որոնք ստորագրել են այդ ստորագրավակը, որոնք պատրաստ են քվեարկել Հայաստանի եվրոինտեգրման համար, իրականանա։ Դա կիրականացնենք մենք։ Երբ Երբ հենց ժողովուրդը իր քվեն վստահության տա մեզ։ Երբ մենք ունենանք այդ օրենսդրական լծակները։ Եվ մենք ոչ թե 20 տարի կսպասենք, ինչպես Փաշինյանն է պատրաստվում սպասել, ասելով, որ դե մի 20 տարուց ես տեսնում եմ Հայաստանը Եվրամիության մեջ։ Մենք 24 ժամում կիրականացնենք բոլոր անհրաժեշտ գործողությունները, հայտը եւ հայտարարությունները այդ խայտարակ կառույցներից հապկից դուրս գալու մասին։ նա 24 ժամում ռուսական ռազմաբազան ինչպես կհանեք Հայաստանից, երբ որ մինչև 40 Ռազմաբազան հանվում է քաղաքական որոշմամբ։ Երբ որ քաղաքական որոշումը կա, հանման գործընթացը համարվում է սկսված։ կարող է մի 20 տարի տևել։ Ոչ, 20 տարի վստահ եմ չի տևի։ Կտևի մոտավորապես 6 ամիս։ Բայց ամեն ինչը սկսվում է
քաղաքական որոշումից կամ որևէ որոշումից, մարդկային կամքի արտահայտությունից։ Շնորհակալություն, պարոն Խզմայլյան։ Շնորհակալ եմ, պարոն Գերագուսին։